Բարեցես։ Ընդդիմադիրների նկատմամբ Բագրատ Սրբազանից սկսած վերջացրած տարբեր ընդդիմադիր գործիչներով կանոնավորվել են վերջիներս երկու ամսով, այսօր հայտնի դարձել նաև, որ Բագրատ Սրբազանի տեղափոխել են ԱԱԾ նպուղ պատվան, ինչպես իրենք են ասում։ Այս ամենը ինչի դրսևորում է արդյոք այս ռեպրեսիաները թափ ստացան մանավանդ Թուրքիայից հետո կուզեմ նաև անդրադառնալ Թուրքիայում ինչ տեղ ունեցավ իր պահվածքը, իր կեցվածքը, Էրդողանը իր աշխատասենյակում ընդունել է Փաշինյանին, խնդրեմ։ Իրականում ամեն ինչ շատ բարձ է, դրամաբանությունը արդեն ցույց է տալիս, թե ինչի հետ կապ ունի։ Մենք տեսանք, որ երբ որ Ալիևը եւ Փաշազադեն խոսեցին հայոց եկեղեցու դեմ, միանգամից Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ սկսվեց արշավ եկեղեցու դեմ, հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումներ, հայոյանքներ, ամեն տեսակ ամբարտություններ, իհարկե դա տարածվեց նաեւ ժողովրդի վրա, ժողովուրդ կոչվածի մի մասն էլ իհարկե ֆեյքերն են, այդ ֆեյք ֆաբրիկան սկսեց աշխատել եւ դրանից հետո երբ որ Փաշինյանը գնաց Թուրքիա, ինչեւ այսօր էլ չհասկացանք թե ինչի համար գնաց կոնկրետ Թուրքիայից վերադարձավ եւ սկսեց այս գործողությունը։ Դա շատ բարձ է, իհարկե այդտեղ ինչ որ բացատրություններ տալ կարևոր պետք չի, որովհետեւ շատ տեսանելի է եւ դա ցույց է տալիս, որ իրենք արդեն հասել են մի կետի, որ արդեն այսպես ասած բեսպրիդել են առաջ գնում, այսինքն չեն թաքցնում ոչ մի բան եւ չեն թաքցնում, այստեղ արդեն թաքցնելի բան չկա, որ ինքը գնաց Թուրքիա, Էրդողանից հրանքները ստացավ կամ հրամանները ստացավ եւ միանգամից սկսեց աշխատել որպես ազնիվ պիոներ, իր գործը շատ լավ կատարող գործակատար։ Ես արդեն վաղուց էի ասել, որ Նիկոլի գործելավոճը շատ նման է Էրդողանի գործելավոճին, հենց այս առումով հատկապես, երբ որ իրեն հաջողող մարդկանց դեմ ինչ որ բաներ անում, տեսեք մեզ մոտ կատարվեցին բաներ, որոնք մեզ մոտ մինչև այսօր չէին կատարվել, այն օրինակ, որ այս վերջի օրերի մասին չեմ իհարկե, այն օրինակ, որ ժողովրդի կողմից ընտրված գյուղապետներ, քաղաքապետներ եւ այլն իրենց աշխատանքից հեռացվին եւ իշխանության կողմից մարդ սա հենց Էրդողանի բանն է, գործելավոճն է։ Հետո սկսվեց բանի իր հակառակորդների դեմ արշավներ, մարդիկ պատգամավորներ ձերբակալվում են, իրենց անձեռնխելիությունը վերացվում է, իհարկե այստեղ արդեն անձեռնխելիության այդ գործոնը ընդհանրապես այլևս գոյություն չունի, ում ուզում են կարող են զրկեն անձեռնխելիությունը, արդեն այդտեղ չմնաց անձեռնխելիության համակարգ։ Եվ այսօր նորից այդ գործընթացի մեջ ենք մենք, եւ ում ուզում էին անձեռնխելիությունը զրկում, բռնում միանգամից նստացնում էին։ Իհարկե դրան մինչև դրան էլ մեզ մոտ չկար անձեռնխելիություն, որովհետեւ անձեռնխելիությունը դե բարի բուն իմաստով այդպես պետք է լինի, ոչ թե ձևական, եթե ասենք պատգամավորը փողոցում ոստիկանի կողմից ձերբակալվում է, ծեծվում է, վիրավորվում է եւ այլն, դա արդեն չկար այնտեղ անձեռնխելիություն, կամ եթե ասենք ինչ որ պարլամենտի ինչ որ պաշտպաններ, չգիտեմ, ինչ են գոչվում դրանք, ոստիկան են, ոստիկան չեն, որ հրավիրվում են բանի նախագահի կողմից, այսինքն խորհրդարանի նախագահի կողմից ներս ու հրաման է տրվում, որ SSS սրան դուրս անե, չի կարող, գիտեք ինձ, եթե անձեռնխելիությունը, ինչպես նորից պետք է կրկնեմ երևի, դա ընդհանրապես է, 100%-ով անձեռնխելիություն, ոչ մեկը իրավունք չունի, ոչ մեկը ոստիկանն էլ, ԱԱԾ-ն էլ եւ այլն, ինչ որ մեկը իրավունք չունի պատգամավորի մատով գտնելու, դա է անձեռնխելիությունը։ Հիմի
ժողովրդի մի մասին դա դուր է գալիս, թե չի գալիս, դա լրիվ ուրիշ խնդիր է։ Նույնպես ինչ որ ասենք ոստիկանը իրավունք չունի մարդ ծեծելու, ոստիկանը իրավունք չունի դանջելու եւ այլն, անգամ բարոյական ջնշում գործադրելու իրավունք չունի։ Սա է։ Եթե դուք ասում եք, որ մենք ուզում ենք ժողովրդավարություն, կամ մենք ունենք ժողովրդավարություն, ուրեմն սա պիտի հասկանաք։ Եթե սա չկա, ուրեմն չկա ժողովրդավարություն։ Իզուր ուրիշ բաներ չխոսին, ժողովրդավարությունը մեր բրենդն է եւ այլն, դրանք բոլորը ֆարս են, դրանք բոլորը խոսքեր են, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ով էլ ձեզ գնահատե թե վայ դուք ինչ ժողովրդավար երկիր եք եւ այլն, դրանք բոլորը սուտ են, աչքին թոս փչել է, այսպես ասած։ Որովհետեւ սրանք ժողովրդավարության հիմնական գեդերն են, հիմնական բանաձևերն են։ Եթե սրանք չկա, ուրեմն չկա ժողովրդավարություն, ինչպես որ ժողովրդավարության համար ուժերի տարանջատում կա։ Եթե ուժերի տարանջատում չկա, չկա ժողովրդավարություն։ Իզուր այստեղ խոսել բան չկա։ Եթե ուժերի տարանջատում չկա, եթե մի մարդու ձեռքում է հավաքված ուժերը, ուրեմն նշանակում է, որ այնտեղ դիկտատուրա կա, ժողովրդավարությունից խոսել ընդհանրապես չի կարելի այնտեղ, դա խեղկատագություն է, դա ժողովրդավարություն չէ։ Այո, մենք այսօր այս վիճակին ենք, իհարկե այս տարածաշրջանում այսօր կարելի է ասել, որ ամենաժողովրդավար երկիրը Վրաստանն է այս տարածաշրջանում։ Թուրքիայում էլ չկա, Ադրբեջանում ընդհանրապես գոյություն չունի, իհարկե վաղուց գոյություն չունի, բայց մենք նմանվեցինք հիմա Ադրբեջանին։ Առաջ էլ մի բան չէր, ընդունենք դա, բայց գոնե ինչ որ նորմեր կային, ինչ որ բաներ կային։ Հիմա ընդհանրապես ես կարամ ասեմ, որ Թուրքիայում ավելի լավ է վիճակը այդ առումով, գոնե Թուրքիայում ազատ գործող, ազատ խոսող բաներ կան, դատավորներ կան, դատախազներ կան, իրավաբանական գործիչներ կան, ասենք, այստեղ ընդհանրապես գոյություն չի, մենք տեսնում ենք, որ մարդը ինքը ասում է, որ ուզում եմ այն դատավորին կամ դատախազին չեմ հիշում ոնց ասեց, տեսնեմ, որ իմ խոսքով չի, ոնց թե, դա ցույց է տալիս արդեն, այն ամենաառաջի օրվանից ցույց տվեց, որ մեզ մոտ սպանվեց այդ նախադասությամբ արդեն թաղվեց, սպանվեց եւ թաղվեց ժողովրդավարությունը եւ եթե ժողովուրդը դա ընդունեց, ուրեմն մեզ մոտ ժողովուրդը նշանակում է, որ ուզում է դիկտատուրա, ուզում է թագավորություն, ու տենց է ուզում, տենց է, բայց չասե, որ մենք ժողովրդավարություն ունենք, մենք ժողովրդավար երկիր, չէ, մենք ժողովրդավար երկիր չենք, եւ քանի որ Թուրքիան էլ այդպես է, այմա Թուրքիան գրտնօրինակում ենք ամենալավ կերպով։ Հիմա արդեն առանց որևէ մի մտահոգության, առանց որևէ վախի առաջ ենք գնում, օրինակ ես կարծում եմ, որ մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ այսպիսի բաներ դեռ չէր կարելի, չէին հանդգնի այդքան բաներին, մի 6-7 տարի առաջ դեռ չեմ ասում։ Ինչ-որ բաներ խոսում էին, ժողովուրդն էլ բերանբաց, հա, ինչ լավ է ասում էր, բայց չէր հասկանում, թե ինչի մասն է այստեղ խոսքը, բայց այսօր արդեն ազատ համարձակ ամեն ինչ անում են, ամեն ինչ այնպես են անում, ինչպես որ Էրդոանն էր անում եւ այսօր էլ անում է։ Այստեղ շատ հետաքրքիր է օրինակ, ես երկու օր շփման մեջ եմ Բոսոհայ համայնքի հետ, գիտեք այնտեղ ինչ կատարվեց, բանը մեր վարչապետը գնաց Ստամբուլ Էրդոանի կողմից ընդունվելու համար եւ դրանից առաջ այցելեց նաեւ հայ համայնքը որն էր, մի 30 հոգի են հավաքվել, շատեր որ հրավիրված էին չգնացին այդ հավաքի, բադվավոր մարդիկ չգնացին, մնացածները այն բանով յուղով մուղով գործանողները դրանք բոլորը այնտեղ էին եւ միամիտներ այնտեղ էին կամ իզմերով օրինակ նիկոլիզմով տարաբողներ կային այնտեղ մի քանի հոգի բադվերով գնացողներ կային այնտեղ մամուլից մի 4-5 հոգի կար դա էր իհարկե դա այդքան էլ դուր չկավ իրեն հետո ինքը
բայց գլխավոր խնդիրն էր, որ գնաց նաև եկեղեցի այցելեց, Պատրիարքարանի դեմը Մայր եկեղեցին գա, Մայր եկեղեցին մտա ոչ մի կրոնավոր չկար այնտեղ, Պատրիարքարանի դուռը բաց է, փակ էր, ոչ մեկը իրեն չդիմավորեց։ Սա իհարկե բանը Բոսահայ համայնքում Բաբոսահայ համայնքը երկուսի բաժանեց, մի մասը սկսեցին ասել, թե ինչ անամոթություն է, հայտարարություն, չգիտես ինչ եւ այլն, ոնց կարելի է վարչապետը ինչ ընդունել եւ այլն, առանց տեսնելու թե վարչապետը ինչեր է անում հենց եկեղեցի նկատմամբ, եւ այնտեղ էլ իհարկե գա մի զանգված, որ առանց մտածելու, առանց ուղեղ աշխատացնելու ինչ որ բաներ անում, ամենահետաքրքիրը ինչ է, այ հենց այդ զանգվածը հիմնականում, երբ որ Էրդողանը Իմամօղլուին ձերբակալում էր, միանգամից իր ձայնն էր բարձրացնում հանուն Իմամօղլուի, թե ինչպես կարելի է հակառակորդին, հայտա ընդունվում էր որպես հակառակորդին բանը ընտիմության ներկայացուցիչին ձերբակալել, դա քաղաքական էր ստացվում։ Իսկ եթե Փաշինյանը մեր երկրում նույն բանն է անում, չէ, այն ժամանակ դա ամեն ինչ ճիշտ է ու սրանք վատն էին, ընտիմությունը վատ էր եւ այլն, այսինքն չես հասկանում, այս մարդիկ ինչով են մտածում, մարմնի որ մասով են մտածում։ Սակայն այնուամենայնիվ, այո, ինչպես էստեղ կա այդպիսի զանգված, Թուրքիայում կա թուրք ժողովրդի մեջ այդպիսի զանգված եւ Թուրքիայի հայ համայնքում էլ կա այդպիսի զանգված։ Կան նաեւ իհարկե խելոք ուղեղով մտածող, ընդհանրապես մտածող մարդիկ, դրանք իհարկե, սակայն այնտեղ էլ կա վախի մթնոլորտ, որովհետեւ այս զանգվածը այնպես բան է, այնպես հարցակողական է աշխատում, այնպես ագրեսիվ է, որ այդ մարդիկ էլ վախենում են, որ իրենց դեմ ինչ որ կսկսեն վատ բաներ խոսել, վատ բաներ ասեն, ինչ որ Հայաստանում է։ Օրինակ Հայաստանում հիմա այս ձերբակալություններից հետո արդեն մարդիկ սկսեցին նաև վախենալ, թե արդյոք կարող է իրենց էլ ինչ որ բան պատահի, եթե ինչ որ մի բան խոսեն։ Իհարկե դա է գլխավոր նպատակը, Էրդողանի նպատակն էլ դա էր Թուրքիայում վախի մթնոլորտ ստեղծել ու այդտենց էլ միանգամից սսկվեցին բոլորը եւ այսօր շատ քիչ մարդիկ կան, որ ազատ համարձակ խոսում են, ու եթե խոսում են, շատ զգույշ են խոսում այդ մարդիկ, որ չընկնեն այդ բաների տակը։ Եվ այսօր տեսնում ենք, որ մեր երկրում էլ Հայաստանում էլ նույն բանն են կատարվում, մարդիկ նախ սկսել են արդեն վաղուց զգույշ խոսել, հետո երկրորդը մարդիկ սկսել են արդեն այս ձերբակալություններից հետո ընդհանրապես վախենալ ինչ որ բան ասելուց եւ ինչպես ասեցի, դա էր նպատակը։ Եվ հետաքրքիրը ինչ է, ինչ որ փաստեր են դրվում բանը, այն էլ ոստիկանության կողմից, քննչական կոմիտեն եւ այլն, նկարներ եւ այլն, հետաքրքիր նկարներ են։ Այնտեղ որսի բան են դնում, որսի զենք են դնում, որսի զենքի գողքներ թույլտվության այդ բանը թուղթը արտոնակիրը, որ այդ մարդը այս չհասկացա, բոլոր որսորդները փաստորեն հեղաշրջման փորձ կատարելու նպատակ ունեցող մարդիկ են, հա, մեր երկրում։ Այսինքն մարդը եթե դանը որսի զենք ունի, ուրեմն դա նշանակում է, որ ինքը պիտի դա փաստ է, որ ինքը ուզում է հեղաշրջում կատարել, ու դա քիրին ինչ էր, օգտագործակ բարբուչներ կային այնտեղ, դատարկ ու տարբեր տեսակի, եւ սրանք էլ սեղանի վրա դրել էին, թե որ տեսեք, սրանք զենք զինամթերք են, զենք զինամթերքը ո՞րն է ժողովուրդ, զենքը որսորդական, զինամթերքը դատարկ բարբուչ, դա հեղաշրջում անելու փաստ է։ Այսինքն, այստեղ էլ տեսնում ենք, որ այնպիսի մի վիճակ է, որ թքած ունեն արդեն։ Ես ինչ որ կարող է մի հատ ռակատկա էլ տնեն սեղանի վրա, ասեն սրանով ուզում էին մեր վարչապետին սպանեին։ Կլինի։
Վաղ կարող է լինի իմիջիալ, եթե լինի չզարմանալ։ Կարող է խոհանոցի տանակ բերեն դնեն, aber այ մենք իրենց իր խոհանոցում իր տանը այս տանակը գտանք, սրանով ուզում էր մարդ սպանել, հեղաշրջումներ կարող է ասել։ Իմիջիալ կային այնպես, այսպես փոքր տանակներ կային, այն սուվենիրի տանակներ, ես տեսա ինչ որ նկարներով, այդ տանակներն էին դրել, ինչ որ կոմպյուտերներ էին դրել, հեռախոսներ են դրել եւ այլն, եւ այսօր է դա քիր է, ամենահետաքրքիրը Բագրատ Սրբազանի խոսակցությունը երկու հոգի պիտի գյոլես 15-ին չգիտես ինչ անես եւ այլն ախր դա Բագրատ Սրբազանի ոճը չէ ընդհանրապես հետո այսօր կան այդ գործիքները այդ ամեն ինչը այդ տեխնոլոգիան որ կարելի է անել կարող ենք ասենք որևէ մեկի Ձեզնից որևէ մեկի ձայնը վերցնել ու ինչ ուզես սարքել, մեկ էլ կտեսնեք, թե դուք ինչ որ բաներ եք ասում, որ ընդհանրապես ձեր մտքով չեր անցնում, դուք չեք ասել այդպիսի բան եւ այլն։ Դա արդեն վաղուց կա ժողովուրդ, դա նոր բան չէ, դա հնացած տեխնոլոգիա է կարելի ասել, այսինքն վաղուց է գած տեխնոլոգիա եւ կարելի է անել ամեն մեկի նկատմամբ եւ արվում է, սակայն այդ կուտը արդեն ոչ մեկը չի ուտում աշխարհում, որովհետեւ կան ինչպես որ նկարները ինչպես ուզում եք կարակ Photoshop անեք եւ կան իհարկե շատ սիրողական մագարտակով արված Photoshop-ներ, իհարկե կան նաև շատ պրոֆեսիոնալ մագարտակով արված Photoshop-ներ, որոնց ճշտությունը որոշելը շատ դժվար է, հատուկ լաբորատորիաներում մասնագետներ պետք է զբաղվեն այդ գործով, որ այո, ճշտեն սա Photoshop է, թե Photoshop չէ, եւ դա էլ 100%-ով չէ։ Ճիշտ ասեցիք, ես էլ էի ուզում դրան անդրադառնայի, այո իհարկե, եթե այս կետին հասել ենք, այլևս առաջ էլ կգնան, որովհետև հրանքները գալիս են վերևից, հրանքները գալիս են դրսից եւ նրանք թքած ունեն եւ իրենց շատ էլ ավելի լավ, ամբողջ հայ ժողովուրդն էլ ոդի կանգնե, ավելի լավ իրենց համար, որ այդպիսի գործունեություններ կատարվի, այո, իրենք կարող է գնան անգամ մինչև վեհաբարին ձերբակալելու եւ ուրիշ հոգեվորականներ ձերբակալելու։ Այո, ես դրան ուզում եի անդրադառնայի, շատ ճիշտ է, մենք այսօր ապրում ենք 37 թվականը։ Մենք այսօր ապրում ենք հետաքրքիր ժամանակների կրկնություններ։ Մենք այսօր ապրում ենք 100 տարի առաջվա կրկնությունը։ Մենք այսօր ապրում ենք 37-ի կրկնությունը։ Իրենք այսօր որպես նեոբոլշևիկներ են հանդես գալիս եւ Էրդողանի հետևորդներ։ Իրենք իրենց համար իդոլը Էրդողանն է եւ Էրդողանը ինչ անում է իհարկե նաեւ հրանքներ ստանալով հենց Էրդողանից արդեն կատարում են այդ նույն գործունեությունը Հայաստանում այո 37 թվականից հետո հավանաբար առաջին անգամ է որ հոգեվորականներ են ձերբակալվում եւ եկեղեցին բախարակվում է եւ դա գիր է մեր ազգը, մեր ժողովուրդը այս առումով շատ վատ դեր ունի այս խնդիրների մեջ, որովհետև ինքը շատ հեշտ գործիք է դառնում։ Տեսեք, նայենք մեր հարևանին, Վրաստանին։ Գնացեք մի հատ Վրաստան, փորձեք եկեղեցուտեն մի վատ բան անեն։ Ասել, գիտեք ինչ օրին կգցեն ձեզ։ Դուք գիտեք իհարկե, որովհետև իրենք արժանապատվությամբ են մոդենում եկեղեցուն, իրենց սրբությանը նույնը Հունաստանում է։ Հունաստանում եկեղեցուտեն ոչ մի քայլ չեք կարող անել։ Եվ այնտեղ արդեն թե ժողովրդի, թե պետականության բանը հագազդեցությանն եք բախում։ Այնտեղ եկեղեցին ժողովրդի համար սրբություն է։ Իսկ մենք մեր սրբություններն ենք ոտի տակ առնում։ Մենք այդ ժողովուրդն ենք, ազգը չէ, ժողովուրդը։ Դեսեք, ասենք թե աթեիստ է մարդը դրա համար է անում։ Այո, մենք դժբախտաբար մեծ թվով աթեիստներ ունենք։ Սակայն, տեսեք, մենք չունենք աթեիստներ, աշխարհում կա աթեիստներ։
Եվրոպայում էլ կան աթեիստներ, օրինակ գերմանացիները աթեիստներ ունեն, լիքը ֆրանսիացիները աթեիստներ ունեն, անգլիացիները ունեն։ Սակայն ինձ չեք կարող մի հատ փաստ ցույց տալ, որ այդ գերմանացի աթեիստները, ֆրանսիացի աթեիստները եւ այլն իրենց սեփական եկեղեցուն թիրախ են դարձրել։ Դա կտեսնենք միայն Հայաստանում, միայն հայ ժողովրդի մոտ կտեսնենք։ Ու հետաքրքիրը ինչ է, մեր հայ աթեիստները իսկական աթեիստներ չեն իրականում, որովհետև իսկական աթեիստը աթեիստ է, այսինքն թեի դեմ է, աթեիստ, այսինքն թե նշանակում է Աստված, այսինքն անաստված է, ընդհանրապես Աստված չի ճանաչում, կրոնք չի ճանաչում, կրոնքի դեմ է եւ այլն։ Սակայն չեն պայքարում ոչ եկեղեցու դեմ, ոչ կրոնքի դեմ, ոչ հոգևորականների դեմ։ Չեն գնում հոգևորականների վրա հարցակվում, օծիկից քաշքշում եւ այլն։ Սա այո, բոլշևիզմի ժամանակ էր, բայց նորմալ վիճակներում, այսինքն այսօր էլ այդ աթեիստները ոչ մի այդպիսի գործունեություն չի ծավալում։ Հատկապես, ասենք, եթե Գերմանիայում է իր կաթոլիկ եկեղեցու դեմ դենց բան չի անում։ Սակայն հայ աթեիստը պայքարում է միայն ու միայն հայոց առաքելական սուրբ եկեղեցի դեմ։ Ոչ կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ովևէ գծութու խոսք է ասում, ոչ բողոքական եկեղեցու, ոչ իսլամի դեմ, ոչ շիիզմի, ոչ սուննիզմի, ոչ հուդայականության, ոչ բուդդիզմի, ոչ հինդուիզմի, ոչ ալևիականության, եսիմ ոչ բազմաստվածության, ոչ մեկի դեմ ոչ մի գծութ խոսք չեն ասում։ Դրանց հետ կարծեք հաշտ ու ամերաշխեն ամեն ինչ տեղին է։ Միայն հայոց առաքելական սուրբ եկեղեցին է, որի դեմ հայոյում են, ամենավատ խոսքերը ասում են եւ պայքարում են։ Սա է հայ ժողովուրդը, սա ենք մենք, սա է մեր նկարակիրը։ Այսօրերում սա շատ լավ երևում է, երբ որ մեր իշխանությունները որոնք մեր իշխանությունները չեն իրականում, որոնք մեզ համար չեն աշխատում, այլ մենք ունենք Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան իշխանությունների տանդեմը այստեղ, որոնք իրար հետ միասին պայքարում են հայ ժողովրդի եւ հայ ազգի դեմ եւ նրա գլխավոր խարիսկ հանդիսացող հայոց եկեղեցու դեմ։ Ինչի են պայքարում եկեղեցու դեմ, որովհետեւ շատ բարձ ամբողջ հայկական ազգային կառույցները իրենց ձեռքում են, բոլոր պետական կառույցները իրենց ձեռքում են, ինչպես որ ասեցի, ուժերի դարանջատում չկա այլևս, մի հոգու ձեռքում է, եւ այստեղ մնում է միայն հայոց առաքելական սուրբ եկեղեցին որպես ազգային կառույց, որը իրեն չի պատկանում, իրենք չեն կարողանում թելադրել եւ մինչեւ այսօր փառք իրեն մնում է իր բադվանդանի վրա։ Դրա համար հայոց ազգային եկեղեցու դեմ պայքար են սկսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ միասին։ Տեսեք, մի կողմից Ալիևը Փաշազադեն եւ մյուս կողմից մեր իշխանությունները պայքարում են հայոց եկեղեցու դեմ։ Ոչ թե ինչ որ մի գրոնքի դեմ եւ այլն, ոչ, մեր հայոց ազգային եկեղեցու դեմ, որովհետեւ նա ազգային եկեղեցի է եւ բոլոր ազգային ինստիտուտների դեմ սկսեցին արշավ եւ առաջ են տանում մնաց միայն ազգային եկեղեցին որպես ազգային ինստիտուտ։ Եվ պարոն Ռախմագյուզյան, այս մասով ինչ կարող եք ասել, որ թուրքական մամուլը հրապարակում էր արել Աննա Հակոբյանի Անտալիա հանգստի մասին, սա ինչպես կմեկնաբանեք։ Ճիշտ ասած, ես մինչև հիմա ես էլ Facebook-ում դրեցի այդ լուրը եւ գրեցի, որ սպասում եմ հերկման։ Մինչև այսօր հերկման մասին բան չկա, նշանակում է, որ ճիշտ էր դա։ Պաստորեն նույն ժամանակ մեր վարչապետի երկարամյա սիրուհին Անտալիա էր գնացել բան հանգստանալու։ Նավ, կարող է գնա, ինչ կա որ։ Սակայն հենց թուրքական թերթերի լավադեղյակ աղբյուրների համեմատ 5 օրում, թե 3 օրում, կարծեմ 5 օր ինչ որ է, $100,000 ծախսել է այդ կինը եւ այնտեղ նշվում է հատ ինչ էր հadouk մասաժիստ, չգիտեմ հadouk մատնահարթար, SRN եւ այլն,
եւ ահրելի դվեր են այնտեղ օրեգան ինչքան է ծախսում թուրքական լիրայի էլ որ վերածել են եւ այնտեղ գրում են դավ հիմի այդ ինչ փողեր են մենք այսինքն միշտ էլ ասվել է որ մեր բանը մեր վարչապետը ոչ միայն ինքը նաեւ իր ամբողջ ընտանիքին ծառայեցնում է պետական բյուջեն այսինքն իրենք ֆրֆրում են ամբողջ աշխարհով մեր հաշվին մենք ենք փողերը վճարում իրականում միայն վարչապետը պետք է այդ կարելիությունը ունենա ինչի որովհետև ինքը պետական գործերով է գնում կարող է պետական գործերով է գնում իր փոքր աղջիկը մեծ աղջիկը տղեն գինը եւ այլն այդ ինչ պետական գործեր են մեկ հadoop հրավերների ժամանակ այո գինն էլ իր հետ կարող է գնա այնտեղ մյուս կողմից էլ մյուս նախագահի կամ վարչապետի գինն էլ կմասնակցի կանայք իրար հետ ինչ-որ բաներ կսպաղվեն տղամարդիկ իրար հետ պետական գործերով կսպաղվեն դա կլինի իհարկե բայց ոչ ամբողջ ընտանիքով այստեղ գնալ այնտեղ գնալ հենց հյուրանոցներում լուքս հյուրանոցներում մանգալ ուտել խմել ծախսել արևտրներ անել եւ այլն այն էլ ժողովրդի հաշվին նորից եմ գրկնում ժողովուրդ եթե դուք ինձ լսում եք այստեղից ոչ միայն ազգ այլ նաեւ ժողովուրդը սա ձեր հաշվին է հասկացեք ի վերջո նախկիններն էլ իհարկե չնայած այլ է նախկին ով ասեց որ նախկին չէ հենց Տևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից քաղաքականության մեջ եղող մարդը նոր մարդ չէ այլ նախկին է սակայն ասենք նախկինները ասենք նախկին ղեկավարները նախկին ղեկավարներն են ինչ որ բաներ էին անում բայց այսպիսի չէին անում այսքան չէին անում ոչ մեկի գինը չէր գնում 3-4 օրում Անտալիայում $100,000 ծախսե բեդուտյան հաշվին ես հիմա կարծեք թե լսում եմ ինչ որ մարդկանց որոնք ասում են թե կարող է բեդուտյան հաշվին չի ծախսել իր հաշվին է ծախսել հիմա ես հարց եմ տալիս լուրջ եք ասում դա ուրեմն մեր վարչապետը արդեն այնքան հարստացել է որ գինը կարող է մի քանի օրում $100,000 ծախսե այդպես է որտեղից այդ փողը այդ ինչքան է աշխատում մեր վարչապետը բա այդ նախկին գոչվածների հաշիվները անում եք ով ինչ է գնում որտեղ ինչ է ուտում խմում ինչ խանութ ունի ինչ մեքենա ունի ինչ տուն ունի հաշվում եք Բասարան ինչի՞ չեք հաշվում $100,000 տեսել եք դուք մի անգամից քանի օքի է տեսել ես վստահ եմ որ ժողովրդի 100%-ն էլ չի տեսել $100,000 ինչպես ես չեմ տեսել հadoop մարդիկ կան ասենք բիզնեսմեններ եւ այլն նրանք տեսել են մի անգամից $100,000 այն էլ ոչ թե ուրիշի ձեռքում այլ իրենց ձեռքում այն էլ մի քիչ երկար ժամանակ ոչ թե այստեղ բացնեն այստեղ դնեն $100,000 ես վստահ եմ ժողովրդի 100%-ն էլ չի տեսել այդ $100,000 ձեր չտեսած $100,000 մի քանի օրում ծախսում է այդ կինը որտեղից այդ փողը ինչից աշխատեց այդ փողերը հա մենք գիտենք որ ինքը երկու հատ բան ունի foundation ունի բանը մարդասիրական կարծեք թե ուր են գնում այդ փողերը մենք շատ էլ լավ գիտենք որ այնտեղ եթե ոչ միլիարդներ գոնե բազմաթիվ միլիոններ կան այնտեղ ուր են գնում այդ փողերը մեզ չի հետաքրում իհարկե պետք է հետաքրի որովհետև դա իր խանութը չէ իր դուկյանը չէ ինքը foundation-ը հիմնել իսկ նրանք հաշիվ տալու պարտական են պարտավոր են հաշիվ տան պարտավոր են նախ իրենց մեգենասներին պարտավոր են նաև պետությանը պարտավոր են նաև ժողովրդին հաշիվ տալ ինչ ես անում կարող է այդ փողերով է գնում բանին Անտալիա այն փողերով որ ժողովուրդը տալիս է որ բարեգործություն անի այդ բարեգործությունը անում է ինքը իր համար դա բարեգործություն է
Դրա համար մենք այստեղ պետք է մտածենք հաշիվ պահանջելու մասին։ Մի օր կգա իհարկե, այդ օրը կգան հաշիվ պահանջելու։ Տեսեք, մոտ անցյալը նայեք, մոտ անցյալում այնպիսի մարդիկ տապալվեցին, այնպիսի ղեկավարներ տապալվեցին, այնպիսի ավարտ ունեցան իրենք, որ չի, այսինքն միամտություն է կարծել, որ միայն այս իշխանությունը պիտի այդպիսի ավարտ չունենա, որովհետև բոլոր այն իշխանավորները նույնպես էին մտածում, իմ դեմ խաղ չկա, ես ամեն ինչ կարող եմ անեմ, ես ամենահզորն եմ, ամենահզորներն էլ տապալվեցին եւ դատվեցին, ասենք դատապարտվեցին եւ այլն, իրենք էլ դատվելու են եւ դատապարտվելու են։ Եվ պարոն Լոփակոյան ամփոփելով, չգիտեմ մեկնաբանել է սա թե ոչ, իրենց հարձակումը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, գիտեք, որ հանդիպել էր Լևոն Տեր-Պետրոսյանը վերապարի հետ, բայց մի տեսակ նեղված եմ, չեմ հասկանում, բայն ազգագործան պատուհասել յուր աղանդավարականներով հանդերձ, ինչու իշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։ Մեր դպրոցի վրա վատաշեկերտները դրա նմաններին ասում էին մեռելիս դա չի, այլ խոսքով ազգադապ վիժվածք, բոլոր ազգադապ վիժվածքների հոգևոր առաջնորդ, ընդ որում ինքնակոչ, թե բա ազգագործան պատուհաս, ինքն էր ասում է Լևոն Տեր-Պետրոսյանին, գիտնական ոչի, եւ այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն էր հրավիրել, նոր տեսան, որ երեք պետականագործան պատուհասը ԼՏՊ-ն հանդիպել է եկեղեցագործան պատուհասի, դե չեմ ուզում ասեմ, վերաբարի հետ, հեսա նայում չեմ բարբալ չէ։ Տեսնում եք արդեն ինչ վիճակի ենք ասել, տեսեք ինչ հայոյանքներ, ինչպիսի խոսքեր, պետական գործի անվայել, ոչ միայն կեցվածք, այլ նաև խոսքեր, խոսակցություն, նման խոսակցություն կարող է ասենք, անգամ ասենք գողականների մոտ չի լինի, որովհետև այդ իսկապես գողական կոչվածները լուրջ մարդիկ են դրանք։ Այն են, որ սերիալներում որ ցույց են տալիս, ադրջանակ ես կես տենց բան, դենց չեն այդ մարդիկ ծանրագշիր մարդիկ են, իսկականներ այն բաները, այն փողոցի ինչ որ լակոտների մասին չեն խոսում, սակայն սրանք իրենց այդպես են ցույց տալիս, գացեք թե թաղի փողոցի ամենավերջին այդ ինչն եմ ասեմ, դուք ինչ որ մի բան գտեք, մի բար գտեք դրա համար, ես չասեմ, ամենավերջինը, որպես այդպես են խոսում, արդեն դրա համար ասում եմ, այսպես ասած, բեսպրիդելի է հասել այդ վիճակը, եւ իրենք շատ ապահով են զգում, բայց նորից եմ գրկնում, այդ բոլոր դաբալվածները իրենց շատ ուժեղ են զգում եւ հենց իրենց ամենաուժեղ զգացած ժամանակ դաբալվեցին։ Մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված ես այնքան միամիտ չեմ, որ այդ ամբողջ խաղը ընդունեմ որպես իրականություն, սրանք խաղեր են իրար մեջ թատրոն են խաղում, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի թևերի տակ մեծացած մարդ է եւ ես 100% վստահ եմ, որ ինքը դեռ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գապ ունի։ Ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանը այս տարածաշրջանում այս ամեն ինչում ինչ այս տարածաշրջանում հատկապես Հայաստանում կատարվում է, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ որոշիչ եւ շատ, ասենք, վերին ադյանի դեր ունի եւ եթե մեր իշխանությունները, մեր իշխանավորները ինչ որ մի բան անում են, ինչ որ գործ են կատարում, վստահ եղեք, որ այդ դրա վերևում կանգնած է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինքը տարբեր ժամանակներ, տարբեր տեղերում կարծես թե որպես միջնորդ է հայտ գալիս եւ նաեւ դրա ամենալավ փաստը այն է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ եւ այլն ժամանակ առ ժամանակ գնում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ որ տեսակցություններ ունեն։ Այսինքն այդ մարդը ինչ որ մի
բան Իրանից ներկայացնում է այս տարածաշրջանում Հայաստանում, դրա համար գնում են իր մոտ։ Ինչի ուրիշի մոտ չեն գնում, այլ իր մոտ են գնում։ Սա ամենալավ պատասխանն է դրան։ Եվ ամփոփելով Աննա Հակոբյանի վերջին դասախոսությանն է պատրաստվում Հայաստանում, հեռանում է ուսանելու նպատակով 2 տարով Չինաստան, յուրօրինակ փախուստի ձև ասում են, դուք ինչ տեսակետ ունեք։ Իհարկե իրենց ծրագիրները ինչ են, ես չեմ կարող այստեղ ասեմ, ես գուշակ չեմ եւ երբեք չեմ ուզում գուշակություն անեմ, բայց ամեն մի քայլ, որ իրենք կատարում են, անպայման իր նպատակը ունի, ամեն մի քայլ վերևից եկած մի հրահանգ է, մի ծրագիր է, որը իրենց տրված է, որը իրենք կատարում են շատ լավ ձևով։ Իրենք հիմար չեն, աբուշ չեն, դեբիլ չեն, ինչպես անկարող չեն, ինչպես շատերը կարծում են, ոչ իրենք շատ խելոք են, հատկապես Աննա Հակոբյանը, ինքը շատ խելոք է եւ ինքը այս գործերի մեջ շատ կարևոր դեր ունի եւ գլխավոր դերերից մեկը ունի, իմիջիալոց կարելի ասել։